Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Բարի երեկո, պարոն Հարությունյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, քարոզարշավն այս շաբաթ ավարտվում է։ Ձեր շփումները քաղաքացիների հետ ինչի մասին են ձեզ պատմում։ Մեր ժողովրդին ամենաշատը հուզող խնդիրները որոնք են եւ արդյոք դուք որպես ընտրություններին հայտ ներկայացրած ուժ ունեք այդ խնդիրների լուծման բանալիները։ Այո, մենք այս ընթացքում այցելել ենք մարզեր Երևանում, շփվել ենք մարդկանց հետ եւ եկել ենք մի եզրակացության, արդեն հստակ պատկերացում ունենք, թե ինչ է ուզում մեր հասարակությանը։ Կարելի է գլոբալ ուղղություններով ասել, դա անվտանգությունն է, սոցիալական հարցերն են եւ ամենակարևորը իմ դիտարկման, որ մեր հասարակությունը պարակտված է եւ ընդհանրապես չի պատկերացնում ինչ է կատարվում։ Եվ դա մեր էլիտայի մեղքն է, որտեղ մենք էլիտան, այս ձև ասես, կուսակցությունները, լրատվամիջոցները, մեր գործունեության արդյունքում հասարակությունը պարակտվում է, որտեղ այնպիսի տարբեր բևեռներով, տարբեր մոտեցումներ կային հիմնարար հարցերի շուրջ, իսկ ազգը չի կարող միասնական լինել։ Մենք չենք կարող լուծել որևէ մի ներքին խնդիր, արտաքին սպառնալիք, եթե մենք այսպես տարանջատված ենք։ Եվ հիմնական հարցերի շուրջ, դա կլինի, ասենք, թե ցեղասպանություն, դա կլինի Ղարաբաղի հարց, դա կլինի Ռուսաստան, թե այլ պետություն, Եվրոմիություն, թե ԵԱՏՄ, ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ, թե չգիտեմ այլ կազմակերպություն, որտեղ պատասխաններ չենք տալիս, մենք հակառակը կասկածներ ենք մտցնում մեր հասարակության մեջ։ Եվ սա ամենա, ոնց ասած, հարցն է, որը սպառնում է մեր ներքին կայունության եւ արտաքին անվտանգության։ Լուծման բանալիները ունեք ձեր նշած մարտահրավերների։ Այո, ես դրան եմ բերում, հենց որ մենք ունենք 7 կետ, դրույթային կետեր։ Մենք երկար ենք մտածել, երկար ենք ուսումնասիրել եւ տարբեր մոտեցումներ ա եղել, կամ գնալ այն ճանապարհով, որ առանձին խնդիրների լուծում տալ, օրինակ կարողա չափանվել, կամ չգիտեմ աշխատավարձ։ Բայց մենք տեսանք, որ ոչ, սա լուծում չի։ Մենք որպես ուժ, որը առաջարկում է մարդկանց լուծումներ, այդ լուծումները պետք է լինեն կոնցեպտուալ։ Ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ այն, որ երբ որ մենք ուսումնասիրում ենք խնդիրները, մենք բաժանում ենք ուղղությունների, եւ դա նայում ենք այն ռազմավարական օղակը, գլոբալը, որտեղից է այդ գալիս, ոնց որ մարդու հիվանդությունը, ասենք, դա արտահայտվում է մի ձև, բայց հիվանդությունը գտնվում է այլ տեղում եւ դի բացահայտենք։ Դա համար մենք այդ 7 կետն ենք վերցրել։ 7 կետը, որոնք միանշանակ, եթե մենք դա հաջողվում է մեզ իրականացնել, մենք ստանում ենք բոլոր ուղղություններով լուծումներ։ Առաջի կետը դա անվտանգության հայեցակարգն է կամ ռազմավարություն, տարբեր անվանում կա, մեր վերջի այդ փորձը ընդունել դա այդ փաստաթուղթը կոչվում է ռազմավարություն ու դա է։ Իսկ այդ հարցը, այդ հայեցակարգը պիտի տա պատասխան ինչ որ մենք այսօր ունենք։ Եվ հիմա տեսեք, մենք ինչ ունենք, որ բոլորը փորձում ասենք, լրատվամիջոցները ասում են, էս թե այն, ու մարդ պիտի պատասխան, ասենք, թե ես կամ մեկ ուրիշը, դուք հասկանում եք, դա անձնական կարծիք չի։ Սա պիտի լինի պետական ապարատը պիտի այդ պատասխանները տա։ Ինչի, որտեղ նա պիտի գնահատի տնտեսական իրավիճակը, սպառնալիքները, դեմոգրաֆիկ եւ բոլոր այդ հարցերը ուսումնասիրելով տալ պատասխան։ Մեր շահերը ո՞րն են պետության, որտեղ այդ հայեցակարգը պատասխանում է այդ հարցի պետության շահերը, ինչ սպառնալիք ունեն բոլոր ոլորտներում պետական, տեղեկատվական, բարենային եւ այլ ռազմական եւ ոնց են քեզոքացնում այդ սպառնալիքները։ Ուրիշ ձև սրա պատասխանը չկա։ Սա կլինի անձնական սուբյեկտիվ մոտեցում։ Դրա համար պիտի մենք հասնենք դրան, ես դա եթե նկատել եք քարոզարշավի ընթացքում միշտ ասում եմ, որ էլիտան պետք է այս հարցերի շուրջ գա համաձայնության, պարզ է ամեն մի կարծիք չի կարող բոլորը մի կարծիք լինել, բայց այս գլոբալ հարցերի շուրջ մենք պետք է գանք ու պատասխանենք
ինչ ձև ենք մենք մոտենում։ Տեսեք, պարոն Հարությունյան, ձեր խոսքում ասացիք ազգը պառակտված է, դա համարեցիք խնդիր։ Չեք կարծում, որ ազգը ամենաշատը պառակտվել է այն մարդու իշխանության օրոք, որ յուրոք դուք պաշտոն եք զբաղեցրել նրա թիմում, նրա քաղաքական թիմում, եւ արդյոք ազգի պառակտման պատճառ չէ խոշոր հաշվով Արցախի հանձնումը։ Հասարակությունը բաժանվել է երկու մասի։ Մի մասը կարծում է, որ ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, որ հանձնեց Արցախը, ջրբաժանի մյուս կողմում այն մարդիկ են, որոնք ասում են, որ Արցախի հանձնումը ռազմավարական խնդիրների առաջ է կանգնեցրել Հայաստանին եւ հանձնողները դավաճաններ են, հետեւապես պետք է հեռանան։ Սա չէ մեր ազգի պառակտման պատճառներից գլխավորը։ Հա, ասեմ ձեզ, ես պաշտոն եմ զբաղվածել, պաշտպանության նախարար, ազգը արդեն պառակտված էր, էդի մեկ։ Մյուս խնդիրը, ինչ որ դուք ճիշտ հարցադրում եք անում, բայց այստեղ պատասխանը ակնհայտ է։ Այո, պատերազմը պառակտեց, մյուս հարցերը կապված դեմարկացիայի հետ, դեմիլիտացիայի հետ, տարբեր մոտեցումներ կա, այստեղ գիտեք ինչի՞ մա պրոբլեմը։ Պրոբլեմը նրանում է, որ մենք ճիշտ հարցադրում չենք անում, ասենք թե Փաշինյանը դավաճանը Ղարաբաղը հանձնեց, ինքը չի հանձնել, վերցրել են։ Իրան կարելի է մեղադրել, որ ինքը չի դիմակայել կամ սխալներ է թույլ տվել։ Այդ դեպքում 30 տարի ինչու չէին վերցնում, վերցրեցին հենց Փաշինյանից։ Դե էդի գիտեք ինչ, սա սուբյեկտիվ մոտեցում է, չէին վերցնում, որտեղ իրանք պատրաստվում էին։ Այստեղ գործոններ շատ կա, հասկանում եք։ Էլի մենք կարող ենք մեր մեջ գտնել դա, բայց ես ձեզ ասեմ, որ այդտենց չի։ Այո, եղել են սխալներ, որոնք արագացրել են, բայց պատերազմը սկսվել է ոչ թե մեր մեղքով։ Առաջինը, որ Ադրբեջանը 30 տարի պատրաստվել է պատերազմի։ Ու դուք չեք լսել Ադրբեջանի էլիտայից, որ որևէ մեկը ասի, որ գիտեք ինչ, Ղարաբաղը մերը չի։ Կամ գիտեք ինչ, եկեք չպայքարենք Ղարաբաղի համար։ Չկա այդպես։ Ես ասում եմ 90 թվականից ես զբաղվում եմ այս հարցերով, առաջի պատերազմ, պաշտոններ եմ զբաղված իմ պաշտոնների պարտականությունով զբաղվում, չի եղել այնտեղ այդպես մարդ։ Դա մի ուղղություն։ Երկրորդը, մենք թերացել ենք այս հարցերում, մենք պիտի նաև այդ հարցի պատասխանը տանք, ինչ ենք պարտվել։ Տարբերակ կա գցել Նիկոլ Փաշինյանի վրա, բայց դա օբյեկտիվ չի լինի։ Որն է օբյեկտիվը։ Օբյեկտիվը մենք հասկանանք ինչի մեր բանակը պատրաստ չի եղել, մեր պետությունը պատրաստ չի եղել։ Հիմա գամ ուրիշ ավելի ձեր հարցին տված, ինչի պատերազմը սկսվեց։ Պատերազմը սկսվել է աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի շահերը սպասարկելու Ադրբեջանը ներքաշվել է այդ պատերազմի մեջ։ Ուրեմն ձեզ ասեմ հետևյալը, որ երբ որ Էրդողանը հայտարարեց, որ ինքը արդեն պատրաստ է ձևավորել թուրքալեզու պետությունների եւ ինքը այդ աշխատանքը տանում էր, այսի նոր չի սկսվել։ 92 թվականից սովետի փլուզումից հետո ինքը այդ աշխատանքը սկսել է եւ ինքը պատրաստվում էր այս ամեն ինչին։ Եվ երբ որ ինքը պատրաստ եղավ սկսել այս պատերազմը աշխարհաքաղաքական, ինքը նաեւ Ադրբեջանին հրավիրեց։ Եվ այստեղ նաեւ ինֆորմացիա կա, բաց բաներում, որ սկզբնական փուլում, երբ որ այդ մշակում էին այդ պատերազմի սկսելը, ադրբեջանական բարձրաստիճան սպաները, գեներալները ասել են, որ մենք պատրաստ չենք այդ պատերազմի, դրանից հետո Թուրքիայից եկել են գեներալներ ու ստիպել են սկսել պատերազմ։ Դες էսա մեկ հասկանում եք։ Մեր 44 օրյա պատերազմը ռազմական պարտություններ, թե քաղաքական կամք չկար Արցախը պահելու, հետևապես պետք էր պարտվել։ Որն էր։ Սա ռազմական պարտություններ, թե ոչ, որովհետև ես լսել եմ տեսակետներ, նույն օրինակ Սամվել Բաբայանն էր այդ մասին խոսում, որ ադրբեջանական բանակը 44 օրվա ընթացքում 3000 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի տարածք է կարողացել գրավել, ճեղքել։ Մնացած ամբողջ հատվածը Նիկոլ Փաշինյանը նվիրել է առանց գրակոցի։ Հիմա սա ռազմական պարտություններ, այլ ընտրանք չկար, թե կար այլ ընտրանքը, պարզապես դա չունեցանք, որտեվ Փաշինյանը Արցախը համարել է թոք Հայաստանի վզին։ Ոչ, ես համաձայն չեմ այդպես, որ պատերազմը սկսվել է եւ խնդիրը ինչու՞մ է եղել։ Ադրբեջանը առավելություններ է ունեցել։ Ինքը պատրաստվել է ժամանակակից պատերազմի, առավելությունը օդում Իրանն էր եւ
այստեղ պետք է նաև հաշվենք, որ միայն Ադրբեջանը չի պատերազմել, պատերազմել է Թուրքիան, իսկ Թուրքիան իր ռազմաօդային ուժերով, F-16-ներով, որոնք զորավարժությունից հետո Նախիջևանում գնացել են Ադրբեջան եւ պահել են տարածքը, օդային տարածքը, թուրքական ռազմաօդային ուժերը, բայրակտարները, ATS-ները 44 օրվա ընթացքում ռուսական կողմը հայտարարել է, որ 3 անգամ Փաշինյանին արվել է առաջարկ պատերազմը կանգնեցնելու։ Եթե մենք ռազմական առումով զիջում էինք, պատրաստ չէինք, Հայաստանի վարչապետը պատերազմը չի կանգնեցրել։ Հիմա դա սխալ է, դավաճանություն է, անգործություն է, անտեղյակություն է, ինչ է։ Դե այս միտքավարտենք անցնենք սրան, որպեսզի հասկանան ինչի մասին ենք խոսում։ Դες պատերազմը հրահրել է Թուրքիան, Իսրայելը, գոնե հիմա ակնհայտ է, չէ՞։ Հիմա ակնհայտ է, որ դա այտենց է ինչի, որտեվ Իրանի հետ այս պատմությունը սա փոխկապակցված է նաև եղել Իսրայելը, որը մասնակցել է ուղիղ սպառազինություն տվել, ինքը շահ է ունեցել։ Եվ այստեղ բարձ է դառնում, որ այն պատերազմը եղել է նախապատրաստական տարածաշրջանում փոփոխություն մտցնել։ То есть գլոբալ գործընթաց է եղել, որի շրջանակներում մենք թույլ ենք տվել սխալներ, եւ դա այդ վերջի 20 թվին չի եղել, դա եղել է ի սկզբանե։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ մտնեմ այդ բաների մեջ, բայց դա պատասխան կա։ Դրա համար պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից, Իսրայելի եւ լուծվում է գլոբալ տարածաշրջանային խնդիր, որտեղ որ նաեւ լուծվում է այս հարցը։ Եթե ուշադիր դուք հետևեք, ապա հիմնական գլխավոր հարվածը եղել է Ջաբրայելից դեպի Մեղրի։ Սահմանը ազատել Իրանի, որտեղ մենք պահում էինք։ Հասկանում եք, то есть ամեն մի պատերազմ ունի իր ռազմաքաղաքական նպատակները։ Բայց Հայաստանը ուներ ղեկավար, որը ինչ պետք է աներ, որ չի արել։ Ամենամեծ բանը, որ մենք պատրաստ չենք եղել պատերազմի։ Հետո ընթացքում այո, որոշումներ ա եղել, որը չի համապատասխանել իրականությանը։ Եթե կանգնեցներ շուտ օրինակ հոկտեմբերին առաջարկ եղել է, ռուսական կողմը ասում է, որ առաջարկել են կանգնեցնել։ Եթե կանգնեցներ, ինչ իրավիճակ կուներենք ռազմաքաղաքական առումով։ Չէ, դե հասկանում եք, այդտեղ ռազմաքաղաքական պարտություն է սա եղել։ Միայն ռազմական չի։ Ռազմական առանձին չի լինում, դա մարտավարական օղակում է։ Եթե պատերազմը դա ռազմաքաղաքական իրավիճակ է, եւ այստեղ այո, այստեղ խնդիրներ կա, եւ դուք ճիշտ հարցադրում եք անում, եղել է այդպիսի առաջարկ Ռուսաստանի կողմից կանգնել պատերազմը։ Կանգնեցնել պատերազմը։ Եղել է այդպիսի առաջարկ եւ այո, ես էլ եմ զբաղվել դրանով։ Ինչու՞ չկանգնեցվեց այդ ժամանակ։ Հետագայում այդ որոշումը փոխվեց։ Ես տեղակ չեմ, ինչի փոխվեց, ում ազդեցության տակ, չգիտեմ, բայց այո, դա եթե մենք կանգնեինք այն ժամանակ, մենք կունենայինք ամբողջովին ուրիշ իրավիճակ։ Տեսեք, պարոն Հարությունյան, դուք Հայաստանի այն պաշտպանության նախարարն եք, որի ստորագրությամբ Գորիս Կապանի ճանապարհի մի հատվածը տրվել է ադրբեջանական կողմին եւ դուք այս առումով նաեւ քննադատության եք ենթարկվում, ասում են, որ դուք Փաշինյանի կաբինետի այն նախարարն եք, որը գնաց նման քայլի։ Դուք ինքներդ ձեր հանրային խոսքում ասում եք, որ եթե դա չանեի, եթե այդ ստորագրությունը չդրվեր, Սյունիքը կկտրվեր։ Հիմա կուզեմ մի փոքր այս թեման բացեք։ Առաջինը ով է խոսում սրա մասին։ Նայեք իրանց կենսագրությանը։ Սա շահարկում է եւ սա միակ լուծումն էր այդ հարցի, որը ապահովեց կապը Սյունիքի հետ։ Դա մեկ։ Երկրորդը, դա եղել է ոչ թե ճանապարհը տալու մասին, վերնագիրը թող նայեն։ Վերնագիրը այդ պայմանագրի անխոչնդոտ կապ ապահովել մարդկանց եւ բեռների, որի հետևանքով Հայաստանը այլևս զրկվել է այդ ճանապարհից։ Չի զրկվել։ Մենք Գորիս Կապանի 20 կիլոմետրը կարող ենք հիմա օգտագործել։ Չէ, հիմա դա ուրիշ պատմություն է։ Իմ ժամանակ ինքը աշխատել է։ Հիմա դուք դիպատկերացնեք, որ մեր հասարակությանը մենք ապակողնորոշենք։ Ինչ վիճակ էր։ Վիճակը հետևյալն է։ Մենք պարտվել ենք, դրա մասին խոսել ենք, որ այո, մենք գլխավոր պատասխանը տանք։ Ոնց մենք հաղթանակ տարանք 94 թվին,
եւ ինչի պարտվեցինք հիմա։ Եվ սա լրջագույն ուսումնասիրության հարց է։ Ու այստեղ մի օրում չեն պարտվում, մի տարում չեն հաղթանակ։ Եթե կարճ ասեք, ինչ կասեք ձեր այդ հարցին, ինչպես 90-ականներին հաղթեցինք, ինչպես պարտվեցինք 20-ին։ Եկեք էսի ավարտենք, հետո ես ուղղակի ֆիքսում եմ, որ մեր հասարակությունը պետք է իմանա, որտեղ մինչև հիմա մեր հասարակությունը չգիտի, թե ոնց մենք հաղթանակ տանանք։ Չգիտեն։ Հեքիաթներ են պատմում։ Մարդիկ են իհայտ գալիս, որոնք ասենք թե ունեն ներդրում, բայց այն ներդրումը չի, որ սեփական աշնորհ են ուրիշի արածը, եւ ասենք թե ինչ աշխարհակաղակական մոտեցումներով, որտեղից ենք մենք այդ զենքը բերել, ինչ գներով, որ հիմա Ալիևը ասում է մենք այդքան ոչնչացնում ենք, այդ զենքը կա, մեր բյուջեին նայենք ու այդ զենքի քանակին, որտեղից ենք բերել դա, ես դրանից ամբողջովին տեղյակ եմ, ոնց ենք բան արել։ Եվ դա մի հարց, մյուս հարցը ինչ ենք հիմա պարտվել, ես պետք է օբյեկտիվ պատասխան սրան տանք։ Ես ասացի, որ կարող ենք գցել մեկի վրա, բայց սա պարտությունը պետության եւ ոչ թե մի իշխանության։ Տեսեք, այստեղ ձեզ կհակադարձեն մասնավորապես հանրապետական կուսակցության անդամները։ Նրանք ասում են, որ եթե պետության պարտություն էր, այդ ինչպես էր ստացվում, որ կար Մինսկի խումբ, որ կային Մինսկի խմբի համանախագահներ, որոնք հայտարարություններ էին պարբերաբար ընդունվում, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։ Այդ ինչպես է ստացվում, որ մեր պետությունը պարտվել է, երբ մենք բանակցային իրավիճակով հասել էինք այնտեղ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը կառավարության նիստում ասում է, որ ինձ փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախը։ Դա ինչպես է պետությունը պարտվում, նշանակում է դիվանագիտական ճանապարհով հասել ենք ինչ-որ փուլի, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը պետք է լուծվեր։ Եթե Նիկոլը չլիներ, գուցե հիմա մենք այլ իրավիճակում լինեինք։ Դե չէ, դուք ուրիշ հարց եք տա։ Չէ, դուք ասում եք պետության պարտություն, բայց կար չէ Մինսկի խումբ։ Բայց խոսքը չէ, դուք հետ եք տանում։ Ես ասում եմ դե ֆակտո 20 թվին ում պարտությունն է։ Պետության։ Ում հետևանքով, ում պատճառով։ Ում պատճառով պարոն Հարությունյան։ Ես ասել եմ, որ սա այն հարցն է, որ պիտի ուսումնասիրվի եւ նորից եմ ասում, եւ իշխանությունն է սխալներ թույլ տվել, եւ բանակում են սխալ թույլ տվել, եւ ոչ թե միայն այս ժամանակ, այլ ընթացքում 94 թվականից մինչեւ այսօր։ Հիմա ով ինչքան սխալ է թույլ տվել, դա ուրիշ է։ Ինչ որ դուք եք ասում Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ես իմ տեսակետ ունեմ, որ եթե մենք ճիշտ պատրաստվեինք, հետևեինք ռազմաքաղաքական իրավիճակը գնահատեինք, հետևեինք միջազգային փոփոխություններին, մենք Ղարաբաղը վիճակի ենք պահել, ճիշտ քաղաքականություն, արտաքին, դիվանագիտություն, որտեղ հետո ճիշտ եք ասում, երբ որ հիմա ասում են, գիտեք ինչ, չի եղել այդպիսի բան, ոչ, այդպես չի եղել, մադրիդյան սկզբունքները այնտեղ ֆիքսված է, հանրաքվե։ Միայն դա արդեն ամեն ինչի մասին խոսում։ Ուրիշ հարց, որ դա որտեղ հանրաքվեն, ինչ քանակով, հասկանում եք, բայց դա խնդիր չի, գլոբալ խնդիր, որ այո, Ղարաբաղի հարցը ինքը եղել է տարբերակներ եղել է միասնական պետություն, ընդհանուր պետություն, փուլային, փաթեթային, մադրիդյան սկզբունքներ, Լավրովի պլան։ Բայց ոչ մի տարբերակում չի քննարկվել ամբողջական Արցախի հանձնում Ադրբեջանի։ Ոչ մի, մենք ունեցանք վատից վատագույն տարբերակը, պարոն Հարությունյան, ում մեղքով։ Նայեք, ես ձեզ բացատրում եմ, դու ուզում եք տանել, որ ես ասեմ Փաշինյանն է մեղավոր։ Ես այդպես նեղ չեմ նայում այս հարցին։ Ինքը իր մեղքը ունի իր մեղքը իր բանակը, բայց սա մենք պարտվել ենք, խնդիրը դրանում է, մենք պարտվել ենք, այո, 20 թվին, բայց մենք այդ պարտությունը նախապատրաստել ենք մեր սխալ քայլերով։ Այսինքն, եթե 20 թվի պատերազմը լիներ, Հայաստանի ղեկավարը չլիներ Փաշինյանը, մենք էլի պարտվելու էինք։ Ես չեմ կարող հիմա այդ հարցի պատասխանը։ Դուք այնպես հարցեր եք տալիս, որ նույնիսկ ինտելեկտը չի պատասխան այդ հարցին։ Ես հասկանում եմ դուք։ Պարոն Հարությունյան, պատերազմների դեպքում երկրի ղեկավարի դերակատարումը փաստորեն այդքան նվազ է։ Ոչ, բայց ինչի եք ասում են ինչ որ ես չեմ ասել։ Դուք ինձ հարցείτε։ Դուք ասում եք պետությունն է պարտվել, սխալներ ենք ունեցել, բանակում ենք սխալներ, այո, ունեցել ենք, բոլորն էլ ունենում են բոլոր ժամանակներում։ Հիմա մենք հաղթել ենք։ Չէ, պարտվել ենք։ Բայց ես էլ եմ ասում։ Հիմա դուք ասում եք հասկանալ ում մեղքով։ Հա, ում մեղքով ես ձեզ ասեցի։ Երբ ասում ենք բոլորի մեղքով, երբ ասում ենք բոլորս ենք մեղավոր, արդյոք մենք մեղավորության պատասխանատվությունը չենք լղոզում բոլորի վրա։ Չէ, դուք ուրիշ հարցություն եք տանում։ Մենք պետք է հասկանանք, որ դա այդպես է։
պետությունում չի լինում մի մեղավոր։ Պետության դերի ղեկավարը շատ մեծ է, դրա վառ օրինակը կարելի է բերել պատմությունից, կլինի Նապոլեոն, կլինի Ստալին, կլինի մեր պատմությունից, հասկանում եք։ Այո, ղեկավարը պետք է լինի կոմպետենտ, կամք ունեցող, պետական շահերը գիտակցող։ Դա աքսիոմա է, դրա մասին պետք է չի խոսել։ Բայց երբ որ դուք ասում եք էս է ու վերջ, այդտենց չի, սա օբյեկտիվ մոտեցում չի։ Մենք 94-ի վեր սկսած ռազմական բյուջեից։ Ռազմական բյուջեն, ափսոս ես չբերեցի դες ցույց տայ։ Դու արդեն հիմա այս ցույց եմ տվել, ասույցի ժամանակ հիմա ցույց եմ։ Այո, Ադրբեջանը բյուջեն աճեցրել է, հասցրել է մինչև 3 միլիարդ 600 միլիոն։ Դա եղել է մեր պետական բյուջեն, բանակի բյուջեն 10 անգամ ավելի քիչ է։ Այստեղ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նախորդող իշխանության ներկայացուցիչները ձեզ կհակադարձեն, այնպես չէր, որ մենք ամեն ինչ բյուջեով էինք առնում։ Ռուսաստանը Հայաստանին տալիս էր զենք անվճար։ Լսեք, այդ ակունքում դրա կանգնած եմ ես եղել։ Մարդիկով խոսում են, այո, ճիշտ են ասում։ Ճիշտ են ասում, բայց օբյեկտիվ չի դա այդպես։ Նույն Ադրբեջանը ինքն էլ է զենք ստացել ուրիշ տեղից, ինքն է արտադրել։ Բյուջեն դա չափանիշներից մեկն է, խոսքը գնում է հիմա դրա մասին։ Ես դրա համար մի քիչ առաջ ես ասացի, մենք ոնց առաջի պատերազմում հաղթանակ տարանք, ունենալով նույն հարաբերությունները բալանսի, ինչ որ հիմա է եղել, բայց մի տարբերություն, որ այն ժամանակ Թուրքիան չի մտել, Իսրայելը չի մտել, Ռուսաստանը դա կանխել է Թուրքիայի մուտքը։ Ինչու հիմա չկանխեց։ Դա ուրիշ հարց է, դա ուրիշ հարց։ Գալով Գորիս-Կապան ճանապարհին։ Պարոն Հարությունյան, դուք քննադատվում եք, որ ճանապարհ եք տվել, դուք ասում եք, այո, որ ըստ էության արել եք այնպես, որ Սյունիքի կապը Հայաստանի հետ չկտրվի։ Այս թեման ուզում եմ մի փոքր բացենք։ Հա, բացենք։ Հա, ես ասում եմ, էդ էր։ Դուք այստեղ խնդիրը եղել է երկու փուլով այստեղ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ որ ես սա մասին շատ եմ խոսել։ Նա ով խոսում է, թող լսի էլի, կամ զինուժը նայ։ Եվ այստեղ երկու փուլ է եղել։ Այդ Կուբատլի Զանգիլանի այդ որոշ տարածքներ, որոնք մեր զորքը մնացել էր, բայց այստեղ դա որոշվել է եւ Փաշինյանը փորձել է այդ տարածքները պահել Ռուսաստանի միջոցով, որպեսզի Ալիևը համաձայնվի, ու մենք այդ տարածքները դա միջև իմ նշանակվել է։ Ես այդ քարտեզը տեսել եմ, որ ինքն ռուսներին ներկայացրել, ասել է փոխանակենք, մենք այստեղ էս պահենք, որպեսզի ճանապարհը աշխատի։ Լուծումը այդ պահին էդ էր։ Իսկ Ադրբեջանը ուրիշ տեղ վերցնի մեր տարածքներ, փոխանակենք։ Փոխանակման բանով, ձևով։ Բայց Ադրբեջանը հրաժարվել է, ասել է ոչ, հասկանալի է, ինքը հարց է լուծում Մեղրիի, եւ այստեղ տենց Իրան ստեղծվում է մի իրավիճակ, երբ ինքը կարող ամբողջ Սյունիքը կտրի։ Բայց հրաժարվել է։ Այդ սցենարը չի աշխատել։ Եվ երբ որ Իրան գալիս են նստեն այդ իրանց սահմանին, այդ ես ասի, որ կապվում եմ Շոյգուի հետ, ինքը գիշերով հրանգ է տալիս, ռուսական զորքը գալիս կանգնում է, ինքը կապվում է պաշտպանության նախարարի հետ Ադրբեջանի, ասում է սահմանին մոտ չգաք, պետք է մենք փաստաթուղթ ստորագրենք, որ այդ ճանապարհը աշխատի, եւ մենք դրան հասնում ենք։ Ընթացքում Ադրբեջանը փորձում է հրաժարվել այդ գաղափարից, որ ստորագրի այդ փաստաթուղթը։ Եվ այստեղ նորից ճնշման տակ իրանք ստորագրում, բայց արդեն ստորագրում ոչ թե երրակողմ, այլ ես Շոյգուի հետ, Շոյգուն Գասանովի հետ, Ադրբեջանի նախարարի հետ։ Եվ դրա արդյունքում ռուսական սահմանապահ վերցնում են այդ ճանապարհը հսկողության տակ, եւ մի տարի ու կես մենք դա օգտագործել ենք, մինչեւ հաջողվել է կառուցել Թաթևի ճանապարհը։ Դե սա եղել է այն որոշումը պարտությունից հետո, երբ որ բանակը մարտունակ չի, ես շատ բաներ չեմ բացում, ելնելով պետության շահերից, թե ինչ վիճակում էր, ինչի չեն գնացել այլ ճանապարհներով։ Մյուս խնդիրը, որ մենք զինադադարը կնքել է Ռուսաստանը ստիպելով Ադրբեջանին, հասկանում եք, եթե դա չլիներ, ինչ է լինելու։ Եվ այս պարագայում մենք դա օգտագործել ենք, Սյունիքի կապը չի կտրվել եւ մենք ժամանակ ենք ունեցել կառուցել այդ ճանապարհը։ Իսկ եթե դեր հարցին անդրադառնալ նախորդ, որ գիտեք ինչ, եթե մենք հեռատես լինեինք, մինչև այս պատերազմը, մենք պետք է այդ ճանապարհը կառուցեինք, որտեղ այդ ճանապարհը գնում է սահմանով, դա կոչվում է ռազմական լեքսիկոնով, դա ռոկադային ճանապարհ է։ Ինքը պետք է ապահովի զորքերի արագ տեղաշարժը
դեպի ճակատ։ Իսկ դա գնում է սահմանով։ Մենք դա էդի կառուցեինք, բայց ափսոս դա պետության խնդիրն էր։ Պարոն Հարությունյան, տեսեք, դուք հայտ եք ներկայացրել դառնալ մի երկրի վարչապետ, որը ունի Ադրբեջանի հետ չլուծված հարցեր։ Մենք տեսնում ենք, որ սահմանագծում եւ սահմանազատվում է տեղի ունենում, որից շահում է միայն Ադրբեջանը։ Իրանցի տարածքում դիրքեր են հանձնվել ադրբեջանական կողմին, Փաշինյանենք բերել են մի հատ պատ են կառուցել, ասում են սա Հայաստանի Հանրապետության սահմանն է։ Ադրբեջանական կողմից ասում են, որ Հայաստանը մեզ պետք է վերադարձնի անկլավները, Տիգրանաշենը, ադրբեջանական կողմը խոսում է նաև 300,000 ադրբեջանցու Հայաստանում բնակեցնելու մասին։ Դուք հիմա այս խնդիրները ինչ կերպ եք լուծելու։ Ենթադրենք լավ, դուք վաղը Հայաստանի Հանրապետության վարչապետն եք։ Տիգրանաշենի անկլավների հարցը ինչպես եք լուծում։ Ուրեմն վաղը չէ, մինիմում ամսի 7-ին, բայց մենք ժողովուրդը կորոշի, ինչքան ձայն կտա եւ ինչ։ Այս հարցերը ինչ որ դուք տալիս եք, դուք ուզում եք 5 րոպեում դրա պատասխանները տանք, բայց այստեղ կա ալգորիթմ դրա լուծման։ Այո, սահմանազատում, սահմանագծում, սա լրջագույն հարցեր են, որտեղ Ադրբեջանը փորձելու է օգտագործել այս ճնշման մեխանիզմը եւ որ ինքը ունի առավելություն ռազմական։ Այդ դեպքում դուք ինչ եք անելու։ Ես գալիս եմ։ Ուրեմն Մադլեն Օլբրայթը եւ միայն ինքը չի, ուղղակի ինքը շատ լավ ձևակերպեց, ասում է մեր դիվանագիտության հաջողությունները հիմնվում են մեր բանակի հզորության վրա։ Եվ դա աշխարհի օրենքն է այդպես։ Այսօր մենք այդ բալանսը չենք ապահովել, դեռ չենք ապահովել։ Ինքը ունի առավելություն։ Ադրբեջանը ժամանակ չի տալիս ձգելու։ Փաշինյանն ինչ է ասում, չտանք կլինի պատերազմ։ Չէ, ինքը բնական է դա ճնշում է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ դու պետք է արագ հասկանալով ես ամեն ինչը, բանակի բյուջեն ձևավորվի համապատասխան։ Այսինքն հիմա Ադրբեջանը բյուջեն ավելացնում է, 24 թվին ավելացրել, 25-ին, 26-ին։ Դու համապատասխան պիտի անես, որպեսզի դու բալանս ապահովես, հասկանում եք, սրա հիմքում հաջողության, դիվանագիտության, սահմանազատում պետք է լինի բալանսը։ Պարոն Հարությունյան, դուք իդեալական տարբերակն եք ասում, որ ունենանք ուժեղ բանակ, ապահովված լինի բալանսը, այսպես դուխով, խոսենք Ադրբեջանի հիմա հետ։ Մենք հիմա այդ իրավիճակում չենք, եւ դուք ասում եք, ես վարչապետի տեխնացու եմ։ Կա անկլավները հանձնելու խնդիր, կա սահմանադրությունը փոխելու պահանջ, կա 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու բնակեցնելու խնդիր։ Դուք չեք Ադրբեջանին ասի սպասեք միջև բալանս ձևավորեմ։ Լսեք, ոչ, տեսնում եք, դուք լուծումները որոնք են։ Դուք ինձ ուղղորդում եք։ Չէ, ԿՊ-ն ասում է չտանք, կլինի պատերազմ, ձեր բանաձևը ո՞րն է։ Ինձ մի բերեք ասածները, ես ասում եմ, պատասխանն եմ տալիս։ Ճանապարհը հիմա ո՞նց լուծելը, ամեն մեկը լուծում է իր ճանապարհով։ Հիմա մենք հնարավորություն չունենք բյուջեն ավելացնելու բանակի, ունենք։ Դրա համար հասկանում եք, սա բարդ հարց է, դուք փորձում եք ինձ այստեղ, որ ես գնամ այդ հեշտ ճանապարհով, ասեմ, էսի մեղավոր է, էսի դավաճան է, ոչ, ճանապարհը դա է, սա երկար ճանապարհ է, բայց նաև պիտի ռադիկալ մոտեցումներով դա ձևավորվի։ Պիտի այս պահին արագ գործես, թույլ չտաս, ոնց որ մենք թույլ ենք տվել այդ տարիների ընթացքում, որ բյուջեն աճել է, մենք ասում ենք դրսից զենք ենք բերել, ես գիտեմ դա, բայց նույն Ադրբեջանն է արել։ То есть մենք բալանսը մեր բյուջեն բերենք դրան, այդ բյուջեն էֆեկտիվ օգտագործենք, դա էլ է խնդիր, չթալանեն։ Գիտեմ ես ոնց եմ տալանում։ Դա պիտի անենք։ Մյուս խնդիրը, այս պարագայում դու պիտի հստակ կողմնորոշվես, ով է քո դաշնակիցը։ Հասկանում եք, այն ինչ որ դուք ասում եք, երբ որ դու, բայց հիմքում պիտի լինի մեր բանակի հզորությունը մեկ, պետության հզորությունը, որից մեկը խնդիրներից դա պիտի լինի միավորված հասարակություն պատրաստ, մենք ինչի պատճառներից մեկը հաղթանակ տարանք առաջի պատճառը, որ հասարակություն միավորված էր, պահանջ ուներ վերականգնել պատմական արդարությունը եւ պատրաստ էր զոհաբերել։ Այդ դրա ամեն ինչին եկան մարդիկ սովետական բանակից պատրաստված, պետությունը ճիշտ դիրքորոշում ուներ եւ այդ մարդկանց կազմակերպեցին հաղթանակը։ Նույնը հիմա պետք է արվի։ Բարդ ճանապարհ, այո։ Նաև պիտի մենք այս իրավիճակում հստակ կողմնորոշում ունենանք, ով ում հետ մենք դաշնակից ենք, հապկից, չգիտեմ ինչեր, եւ չպիտի անենք քայլեր, որոնք մեզ թուլացնում են։ Որոնք են այդ քայլերը, որոնք են։ Առաջին քայլը դա է, ամենակարևոր քայլը։ Մենք հասկանում ենք, որ հիմա ինչ որ կատարվում է,
հիմա ինչ որ կատարում ասին, թե հապկի հետ կապված։ Մի կողմից կա օբյեկտիվ պատճառ, դե կապված որ Դե հա, իշխանությունն ասում է ջերմուկում պատերազմ էր, ինչ օգնեց։ օբյեկտիվ, բայց սա ես չեմ համարում, որ այո, այս ճնշումը որպեսի լրջանան, որպեսի հասկանան բան, հասկանալ է, բայց գլոբալ առումով, որպեսի հեռահար մոտեցում, մենք պետք է հասկանանք, որ ինչ է լինելու տարածաշրջանում, եթե մենք հապկից դուրս ենք գալիս, տարբեր գնդերում, որ առաջարկում են հիմա առանձին մարդիկ, որոնք ասում են մենք պետք է դառնանք ապա բլոկային, ոչ բլոկային պետություն։ Դա անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի առաջարկած մոդելն է եւ ավելին իրենք ասում են մենք առաջիկայում ունենալու ենք ազգային անվտանգության ռազմավարություն եւ դիտարկում ենք ոչ բլոկային պետություն։ Հիմա նայեք։ Այդ իր ցանկությունն է ու դա ինքը պետք է հասկանա, որ ինքը անվտանգության խորհրդի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, ոչ թե Շվեյցարիայի։ Չենք կարող ոչ բլոկային երկիր լինել։ Ոչ։ Ինչու։ Չենք կարող, որտեղ սպառնալիքները մենք ունենք Ադրբեջան-Թուրքիա այսօր, չնայած գործընթաց կա նախաստորագրված պայմանագիր, վերջիշ խաղաղության պայման նախաստորագրված, բայց դա լավ ոչ բան չի, սա գործընթաց է, ուր կբերի, կյանքը ցույց կտա։ Եվ ոչ բլոկային մենք չենք կարող, որտեղ մենք գտնվում ենք բլոկների արանքում։ Թուրքիա ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիա, որը ձգտում է ստեղծել թուրքալեզու պետությունների ՆԱՏՕ, ինչի մասին հայտարարում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իրանը, որը պատերազմում է Ամերիկայի հետ, մենք հապկում ենք, մենք ԵԱՏՄ-ում ենք, հիմա տեսեք այս ինչ կապեր կա, եթե մենք հապկից դուրս ենք գալիս, իսկ հապկի պետությունները դա նույն Եվրասիական միության պետություններն են, դու պրոբլեմ ես ստեղծում նաև այդ պետությունների հետ ես նաև այո, պրոբլեմը ավտոմատ կերպով փոխանցվում է, ես դրա մասին շուտ եմ ասել, բայց մի քանի օր առաջ Ղազախստանում այդ պետությունները 4 պետություն, Ղազախստան, Կырգызստան, Բելարուսիա եւ Ռուսաստան ստորագրել են փաստաթուղթ, որով մեզ ասում են շուտ կողմնորոշվեք։ Մենք ձեզ թույլ չենք տա, եթե թարգմանենք այդ հայտարարության հիմա, որ մենք ձեզ թույլ չենք տա, որ դուք շարժվեք այնպես ինչ որ դուք եք պլանավորել, փողը ստանաք բանից, ԵՏՄ-ից, բայց հապկում անդամակցությունը սարեցնեք։ Առանց հապկի գնաք Եվրոմիություն։ Առանց հապկի Հայաստանը ինչպիսի տեսք է ունենում։ Մի րոպե։ Չկա հապկը, ենթադրենք դուրս են գալիս, սարեցրել ենք։ Ավարտեմ էլի, սա փոխկապակցված է, հապկը առանձին կառույց չի, հասկանում եք, ինքը փոխկապակցված է։ Հապկը ապահովում է ԵԱՏՄ-ի անվտանգությունը, որտեղ տարածքը, որը տնտեսականը նապտե ապահոված է անվտանգությունով, երբ որ դուք տունը փող եք պահում, ինչ եք անում, կամերա եք դնում, չէ, անվտանգությունն եք ապահովում։ Հիմա նույնը եկա տարածքը եվրասիական պետք է ապահոված լինի, դա փոխկապակցված է։ Եթե դու դեմ ես գնում այս հարցում, դու կորցնում ես նաև այն հարցում, որտեղ սա միասնական է։ Եվ այդ հայտարարությունը դրա մասին է ասում է, չէ, չի լինի այդպես։ Կողմնորոշվեք։ Կողմնորոշում եք, մենք սա ենք անում։ Հիմա մենք ստանում ենք այդպիսի պրոբլեմ։ Իսկ եթե մենք հապկից ենք դուրս գալիս, եւ հապկից դուրս գալը մեզ դրդում են եւ ում շահերից է բխում, դա Ադրբեջան, Թուրքիա, որտեղ եթե մենք հապկից դուրս ենք գալիս, իսկ իրանք ավելի հեռու են նայում։ Հապկից դուրս են գալիս, մենք ԵԱՏՄ-ից ենք դուրս գալիս, ու բարձր չէ՞ թե տնտեսական։ Երբ որ մենք կորցնում ենք հապկի իր անվտանգությունը միջազգային, ասենք թե այդ մասով, իր թերություններով, բաներով, նույնը մյուս ՆԱՏՕ-ում էլ է նույնը, դա միջազգային կառույցները ունեն իրանց հակասությունների մեջ, ունեն պայքարի միջոցներ, ես աշխատել եմ հապկում, ապահովում, գիտեմ այդ նյուանսները, այն է շոյն թե միատա, նույնը ՆԱՏՕ-ում է։ Եվ եթե մենք դուրս են գալիս, կորցնում ենք տնտեսական մեր ուղղությունը, կորցնում ենք անվտանգային, մենք ուր ենք ընկնում, ում գիրկն ենք ընկնում, Թուրքիայի եւ Ադրբեջանի, դամա Թուրքիան ու Ադրբեջանը օգտագործում են դա։ Ալեն Սիմոնյանն ասում է, Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը, որովհետև խաղաղության պայմանագիր է կնքվում։ Դե հասկանում եք, մի բան հայտարարություն է, դա ես համարում եմ քաղաքական հայտարարություն, որը փորձում են ասել, որ սա է, բայց իրականում ինչ է մտածված, դա էլ պիտի միշտ տարբերեք, հայտարարությունը հրապարակային մի բան է,
ուրիշ բանը քաղաքականությունը ինչ է իրականացնում եւ այդ տեղի պատասխանը պիտի լինի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ունի երկու մաս՝ բաց եւ գաղտնի, որտեւ քաղաքականությունը հետեւյալն է, դու եթե ուզում ես ժամանակ շահես, որպեսզի դուք ասում եք հիմա բան, ժամանակ շահես, դու գնում ես տարբեր քայլերի, ոնց որ եղել է 41 թվին սովետական միություն Գերմանիա։ Եվ պարոն Հարությունյան, դուք եղել եք նաև Հայաստանի դեսպանը Ռուսաստանում եւ առհասարակ հայ-ռուսական հարաբերություններին դուք խորքից եք ծանոթ։ Ժամանակակից Ռուսաստանը Հայաստանից հնչող հակառուսական ալիքին ի վերջո ինչ կերպ կարող է արձագանքել։ Ես տարբեր կարծիքներ եմ լսում։ Մի մասն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց Ուկրաինայի հետ։ Սա մենք համարում ենք սպառնալիք։ Մյուս մասն ասում է, որ Ռուսաստանը կասի դուք գիտեք, դուք եք որոշում, ես ընդհանրապես տնտեսական սանկցիաներ, ՀԱՏՄ արտոնություններ, ձեզ դրանից կզրկեմ, գնացեք ապրեք։ Դուք խորքում ճանաչելով այդ պետությունը, ինչպես կվարվի մեզ հետ։ Կան օրենքներ աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքականության, դիվանագիտության եւ մարդիկ, որոնք փորձ չունեն, իրանք խաբվում են, ասենց փափուկ խոսելուց, ձեր գործնա, այդպիսի բան չկա։ Կա պետության շահերը։ Ռուսաստանը ունի շահ Կովկասում։ Եվ եթե նա կորցնում է, պիտի ոնց ասած օրենքները, եթե նա կորցնում է հարավային Կովկասը, նա պրոբլեմ է ստանում հյուսիսային Կովկասուց։ Ինչի, որտեղ Թուրքիան արևմուտքի հետ միասին, հիմնականում Թուրքիան, որպեսզի ինքը թուրքալեզու պետությունների հետ ստեղծի միությունը, ինքը արդեն ստեղծել է։ Իր աշխարհակական խնդիրը հետևյալը դա Ռուսաստանն է։ Ինքը հիմա նախապատրաստական աշխատանք է տանում նախկին Միջին Ասիայի պետությունները իր տակ ավերցնում, այլ հայտարարում ավելի բարձր մակարդակ դաշինքային հարաբերություններ անվտանգություն ապահովելու այդ ՆԱՏՕ-ն ստեղծելու։ Ռուսաստանը ինքը չի նայելու հանգիստ էս ամեն ինչին։ Կարող է լինի իրավիճակ, Գորբաչով ասենք թե, որը չգիտակցելով պետության շահերը, ինքը գնաց քայլերի, որը քանդեց այդ սովետական։ Նաև այստեղ կարող է, բայց ես կարծում եմ, պիտի բոլորը իմանան, որ Պուտինը այդ մարկանցից չի։ Ինքը փորձ ունի, ինքը պաշտպանում է Ռուսաստանի շահերը եւ այս դեպքում։ Եվ այստեղ պետք չի արդեն քննարկել ինչ կլինի։ Ես դրա մասին մայիսի 9-ին ասել եմ, որ հարաբերությունները հայ-ռուսական երբեք չեն եղել այսպիսի լարված եւ աջողական է գնում, բայց դեռ Ռուբիկոնը չենք անցել։ Եթե անցանք։ Եթե անցանք, կլինի ինչ որ կլինի։ Մենք տնտեսապես կկորցնենք, մենք կընկնենք Ադրբեջանի, Թուրքիայի գիրկը, իսկ եթե պարզ է ինչ ալնելու, չէ՞։ Միայն սահմանություն Թուրքիայի, ասում է, Թուրքիայում ապրում են միայն թուրքերը, եւ հիմա եթե մեզ բենզին են տալիս, չգիտեմ ինչ են տալիս, սա ոնց ասած փուլ է, որտեղ որ իրանք ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն իրանց նպատակի, կտրեն Հայաստանը այնտեղից, եւ այդ ժամանակ դուք ունենաս ամբողջովին կախում իրանցից եւ տնտեսական, եւ դեմոգրաֆիկ, դες ասում եք 300,000 պիտի գա։ Հա, դա սովետական միության ժամանակ է եղել։ Իրանք աճեցրել են, դա իրանց քաղաքականությունն է Թուրքիայի։ Նույնը Ղրիմում ինչ են արել։ Թաթարներին ֆինանսավորն են, որ գնան Ղրիմը վերցնեն եւ Ուկրաինայից հետո վերցնեն այդ դեմոգրաֆիկ փոփոխությունների արդյունքում։ Սա սպառնալիքներ են, որոնք մեր երկրորդ կետը դրա մասին է։ Մեր երկրորդ կետը դա ազգային անվտանգության հայացակարգի հարցերից մեկն է, բայց մենք առանձին ենք դա, որովհետեւ սա կարևորագույն հարցն է, որովհետև մենք հասել ենք այն քանակի, երբ որ պրոբլեմ առաջանում մեր անվտանգությունն ապահովելով, то есть բանակը համալրելով, ու դրա մասին բոլորը գիտեն, որովհետև ուսումնասիրում են այդ իրենց չի գալի չի, եւ մյուսը դա տնտեսության հետ կապված։ Եվ վերջում նաև մայիսի 28-ին տեղի ունեցած Փաշինյանի ձևակերպմամբ հաշվետվությանն եմ ուզում անդրադառնալ կանոնը զորահանդես, դա հզոր բանակ ունեցող երկիր Հայաստանի մասին էր, դա Փաշինյանի PR քայլներ ընտրություններից առաջ, առհասարակ մեր երկրում զորավարժություններ տեղի չեն ունենում, բայց ընտրություններից մի ամիս առաջ նման զորահանդես է տեղի ունենում, սա ինչի մասին էր ընդհանուր։ Դե տեսնում եք, ես ասել եմ, որ ես բանակի մասին չեմ խոսելու։
հասկանում եք, դա նույն ձևի անվտանգության հարց է։ Ես հիմա կարող եմ շատ բաներ խոսել, բայց դա ի վնաս պետության ազգի է, բայց այն ինչ որ ձեռք է բերվել, ես կարող եմ ասել, կան զինատեսակներ, որը շատ դրական են իրանց մարտավարական բնութագրի առումով, բայց նաև պետք է հասկանանք հիմնական վերջնական հարցը, իսկ բալանսը ապահովված է այսօր, այստեղ կարող եմ ասել դեռ չէ, ապահովված չի։ Էսա ձեր հարցի պատասխանը։ Հիմա ինչ են ցուցաբերել։ Այստեղ զուտ ասենք թե տեխնիկական առումով, այո, շատ լավ է, 7 պետությունից առվել են, դիվերսիֆիկացիա է, չէ՞։ Բայց մյուս կողմից սա իր հետևից բերում է լրջագույն խնդիրներ։ Տարբեր պայեստամասեր, տարբեր զինամթերք, տարբեր մարդկանց պատրաստելու հարցեր, հասկանում եք։ Դա համար ասենք թե ՆԱՏՕ-ում կա մոտեցում, նույնը ասենք թե հապկում է եղել, ստանդարտիզացիա է կոչվում, որպեսզի դրամաչափը զենքի փոքր, միջին, մեծ լինի նույնը, որ դու կարողանաս փոխես մի համալիրից մյուսին, հասկանում եք, ու դա մարտունակությունն է բարձր։ Երբ որ տարբեր են, դա իջացնում է, բայց այսինքն խնդիրը ոչ թե զենք գնելն է, այս դեպքում 7 երկրից կամ 10 երկրից, այլ դա կիրառելն է ձեզ խնդիր դառնալու։ Չի բնական է դա, հասկանում եք, սա մեր բանակի հիմնական միջոցները դա սովետական ռուսական է։ Ասում են հին է, մաշված է, սովետական բանակ այլևս մրցունակ չէ, տեսեք ուկրաինական պատերազմը 5 տարի է տանում է, չի կարողանում հաղթել, առհասարակ այնինչ ասոցացվում է սովետականի հետ, եկեք դրանից ազատվենք։ Չէ, դա քարոզչական պայքարը, ով ասում է, դա արևմուտքը փորձում է սովետականը ներկայացնել որպես վատ։ Դա նորից աշխարհակական պայքար է, արևմուտքը պայքարում է մեր տարածքում Ռուսաստանի դեմ։ Դա նոր չի սկսվել, 91 թվականից հենց սովետը փլուզվեց, պայքարում են սովետականի ամեն ինչի դեմ։ Հա, հիմա խնդիրը հին ու բանի մեջ չի։ Եթե օրինակ եմ բերում Ուկրաինայում ասենք թե ամբողջ արևմուտքը օգնում է, նորագույն տեխնիկա է տալիս, Աբրամս, Լեոպարդ, հասկանում եք տանկերը, հակաօդային պաշտպանության միջոցը, բայց պարտվում է 20% վերցրել են։ Էնի այն պարագայում, որ Ռուսաստանը դեռ զորահավաք չի անցկացրել։ Մասամբ անցկացրել է 22 թվին ու վերջ չի անցկացրել։ Իսկ Ուկրաինան ամբողջ իր ներուժը, ռեսուրսները, մոբը այդպեսի կոչվում, ինքը փողոցներում է բռնում։ Հասկանում եք, Ուկրաինային օգնում են ձևավորված շտաբ է ձևավորված, որը ուսումնասիրում է հետոխուզության միջոցները, տիեզերքիզմանից վերահսկում են, թիրախներն են տալիս։ Այնպես որ Ռուսաստանը այսօր պայքարում է ողջ Եվրոպայի դեմ։ Եվ մի վերջին հարց, դուք պարոն Հարությունյան ժամանակին եղել եք Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, դարձյալ պատկերացնենք հունիսի 8-ն է դուք Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու շանս ունեք, կընտրվեք եւ այլն։ Առաջին բանը, որ կանեք Փաշինյանի հետ ո՞րն է լինելու։ Ես այստեղ տարբեր տեսակետներ եմ լսում, պետք է Փաշինյանին տալ հայաստանյան արդարադատությանը, պետք է իրավական գործընթացներ սկսել, պետք է պարզել պատերազմի պարտության պատճառները։ Դուք որպես երկրի ղեկավար, որ կունենաք արդեն լծակներ, ինչ կանեք։ Առաջինը կկանգնեցնեմ բոլոր այս անիմաստ խոսակցությունները, սիրական մակարդակով, կստեղծեմ լրջագույն հանձնաժողով մասնագետներից, կուսումնասիրեմ պատերազմի արդյունքները, դրա հիման վրա այդ ամեն ինչը կտրվի գնահատական։ Հիմա ինչ որ կատարվում է, սա չարաշահ։ Քննիչ հանձնաժողով կա ազգային ժողովում ձևավորված եւ այլն։ Դե տեսնում եք, այդ քննիչ հանձնաժողովը դուք պետք է նայեք ով է դրա անդամները։ Հա, սա պարլամենտական է, աշխարհում ընդունված է այդպիսի բան։ Սա պարլամենտականը նա տալիս է այլ գնահատականներ, որտեղ մասնագետները դա հանձնաժողովներն են, տարբեր քաղաքական գործիչներ են, այո։ Քաղաքական գործիչներ են, տարբեր ֆրակցիաներից, որպեսզի էսի վստահություն առաջացնի, սա այդ խնդիրն է լուծում։ Իսկ որպեսզի հասկանանք պարտության պատճառները, իսկ պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն կրթություն ռազմական ոլորտում, եւ ոչ թե միայն ռազմական, որտեղ պատերազմը դա միայն բանակը չի, տնտեսական, ինչի եղավ, որ մենք չկարողացանք բյուջե ապահովել։ Սա պետք է լինի բարձրագույն գիտելիք ունեցող, փորձ ունեցող ռազմավարական օղակում կամ միջին օղակում ղեկավարման, կլինի դա տնտեսության հարց, որտեղ բանակը դա ամեն ինչի արդյունքն է,
պիտի ուսումնասիրվի օբյեկտիվ առանց որևէ մի բանի եւ հետո նոր գնահատական տրվի։ Եվ խորհրդանական ընտրություններին Բայց ասիկ վերջի հարցն է։ խորհրդանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ կապված պարոն Հարությունյան, կա քաղաքական ուժ, որի հետ կբացառեք համագործակցությունը։ Էլի հարց եք տալիս, որպես ես որպես դիկտատոր պատասխան տամ։ Մենք ունենք համագումարի որոշում, մենք գնում ենք առանձին եւ դա չի խոսում դրա մասին, որ մենք պատրաստ չենք որևէ համագործակցել կամ ինչ ունենք։ Մենք ունենք մեր ծրագիրը, քանի որ 50% միջև հիմա չի կողմնորոշվել, մենք լուծում ենք մի խնդիր։ Մեր ծրագիրն ենք ներկայացնում, մենք բերում ենք մարդկանց, որոնք ձայն չեն տա ոչ ուժեղ Հայաստանի, ոչ Հայաստանի, ոչ Գագիկ Ծառուկյանին եւ այլ ուժերին, մենք ունենք մեր շերտը, որը մեզ կտա մեզ բանի համար։ Դրանից հետո, երբ որ եթե ժողովուրդը վստահ է ձայն տվեց ազգային ժողովում, մենք նորից կանցկացնենք հավաք, համագումար, կքննարկենք ստեղծված իրավիճակում, որտեղ ինչ վիճակ կստեղծվի, ինչ սպառնալիքներ նոր կառաջանան մեր պետության առջև, ոչ մեկ չի կարողացել։ ԿՊ-ի հետ համագործակցություն կբացառեք, թե ոչ։ Չէ, ես դες նորից եմ ասում։ Այդ ժամանակ, երբ որ կանցնի, մենք որոշում կընդունենք ոնց ենք անում։ Պլյուս դրան բացի համագումարը, մենք նաև կխորհրդակցենք այն մարդկանց հետ, ով մեզ ձայն ա տվել։ Մեզ ձայն են տվել մեր ծրագրի համար։ Եթե մենք որոշում ենք ընդունում, ասենք թե գնալ որևէ ֆրակցիայի միանալ կամ բանի, մենք դի խորհրդակցենք, մենք ժողովրդավար ենք, անկախ նրանից, որ ես զինվորական եմ։ Այսինքն, չեք բացառում ԿՊ-ի հետ համագործակցություն, եթե ձեր ընտրողը ձեզ նման կոչով լինի։ Ես նորից եմ ասում, էդի գգա փուլը մենք քննարկենք, որոշում կընդունենք։ Դա համար ես չեմ ուզում կանխատեսել։ Կարմիր գիծ չէ, այսինքն։ Կարմիր գիծը մեկն է, պետության անվտանգությունն է։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս այսօր Վաղարշակ Հարությունյանն էր, կհանդիպենք վաղը։